Բան, շատ են քննադատում ժամանակակից, չգիտեմ, կինոարվեստ ասել չի լինի, սերիալները, ժամանակակից ֆիլմերը։ Հետաքրքիր է, որ դուք վերջին տարիներին, այսպես վերջին տասնամյակում ավելի քիչ 5 տարի, որոշում եք կայացրել ներգրաված լինեք այդ ֆիլմերում, նաև դերասանի ձևով, այսինքն այդ որոշման դրդապատճառները ու արդյոք այդտեղ դուք միայն տալիս եք, թե նաև վերցնում եք։ Իհարկե սերիալները ես համարում եմ, որ դա պետք է լինի ամենաշատը 16-15 սերիալներ։ Այդ հարյուրավոր սերիալներ գրում են, ի վերջո նրանք դառնում են անհետաքրքիր, անիմաստ, պետք է եւ ինչն է, ուրեմն ուզում են հանդիսատեսին պահեն եւ սցենարիստը կանցնի մտածի ասելիքի մասին, նա մտածում է ոնց պահպանի ինտրիգան, հասկանում եք, եւ դրանից ասենք թե կարող է մի 6 հոգի մեռնեն, 10 հոգի պոեզդի տակ մնան, 7 հոգի մեքենայի տակ մնան, մեկի վրա ծառ ընկնի, դրանով չի կա, դա արվեստ չի արդեն։ Այդ պատճառով շատ թերություններ ունեն, բայց ես համոզված եմ, որ այսօր միակ միջոցը իսկապես դաստիարակել հեռուստա հանդիսատեսին դա սերիալի միջոցով է։ Եվ ես, եթե դուք նայել եք գոնե մի քանի, ես փորձում եմ լինել մտածող մարդ, ճիշտ ասող մարդ, խորը մարդ, սերիալում էլ, որ հավատան, որ լսեն, եւ իրոք ես հետո հասկացա, որ ես ինչ-որ ազդեցություն ունեմ, որ մարդիկ գալիս են ասում են, ինչ լավ էր, որ այդ ասեցիք, ինչ լավ էր, որ ընտանիքի մասին ասեցիք, ինչ լավ էր, որ ասեցիք երեխա եւ ծնող հարաբերության մասին, այդ մասին մտածում են, բայց մենք պետք է մտածենք, որ դա ավելի որակյալ լինի, որ դա ավելի հետաքրքիր, ավելի արվեստական լինի։ Մի քիչը շատ է պակասում դա։ Արվեստը քիչը, կոմերցիան շատ է։ Այ սա պետք է մտածենք, իսկ իր տեղ ունի սերիալը։ Եթե ճիշտ մոտենան այդ հարցին, եթե ճիշտ հասկանան, ասելիքը լինի, դաստիարակչական լինի, այդ գործության, այդ սերիալի իմաստը, որ ես անում, իմ նպատակը սա է, դաստիարակել այսօրվա քաղաքացուն, դաստիարակվել վաղվա մեր քաղաքացուն, երեխեքն էլ են նայում, մեծերն էլ, միջին սերունդն էլ, իհարկե ավելի քիչ է նայում միջին սերունդը, նրանք ավելի շատ կաֆեներում են իրանք զարգանում, շատ են զբաղված, մանավանդ այդ ռեստորաններում եւ կաֆեներում, եւ մենք եթե ասելիք չունենք, այդ մարդիկ մեղավոր չեն, որ դառնում են հետո ինչ ասես դառնում են։ Դեգրադացվում են, եթե ֆիլմը ասելիք չունի։ Դեբիլացնում են։ Որոշ դեպքերում բռնության քարոզել կա, որպես նորմա ներկայացվող։ Արդեն փոքր ժամանակից ներարկել երեխան, որ երեխան հասկանա, որ երեխան մտածի, որ երեխան կարողանա ինչի չի կարելի եւ ինչի կարելի է։ Ոչ թե ասել, մի ձերտուր, մի փախի, մի չեմ, ինչը գորգռում են, հիմա ծնողներն էլ համբերություն չունեն, iPhone-ը գցում են ձեռը, ասում են գնա, ինչ ուզում ես արա, եւ այդ երեխեքը ինչ ասես տեսնում են։ Ինչ ասես անում են։ Եվ ամենակարևոր, որ չեն հետևում։ Ես հետևում եմ, օրինակ իմ ուսանողներին հետևում եմ, թե ինչով են ապրում։ Եվ հետո սկսում ենք վերուցել մի 5-10 րոպե դրա համար, որ իրանք